Հայաստանում ծանր քաղաքական ճգնաժամեր, իրավիճակը շատ լարված էր, Արցախյան շարժման արդեն 8-րդ ամիսն էր, թե 10-րդ ամիսը, լիքը փախստականներ, թե Ադրբեջանից, թե Ղարաբաղից, եւ այդ իրավիճակի մեջ հանկարծ երկրաշարժ։ Վիրահատության ժամանակ մենք 11:43 էր, բավականին բարդ վիրահատություն ենք կատարում, այդ վիրահատության հենց սկզբին պատերը շատ հզոր ցնցվեցին, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում էի ես, եւ այն աստիճանի ուժգին երկրորդ ցնցումը եղավ, որ անեստեզիոլոգը կիներ, թռավ սեղանի տակ, շենքից համարյա բոլորը փախան, բայց երիտասարդ տղա էր, Սոչիից եկած, նույնիսկ հիշում եմ Վախանելով Ալեքսանդր, եւ բարդ գործողություն պետք էր անել, ես չէի կարող լքել, եւ իմ վարքից կախված էր նաեւ իմ թիմի վարքը։ Մենք սկսեցինք շարունակել վիրահատությունը, սովորաբար 2-3 ժամում եմ այսպիսի վիրահատությունները ավարտվեց մոտավորապես 40 րոպե, 1 ժամվա ընթացքում, երբ որ վերջացրեցինք վիրահատությունը, տեսանք, որ ամբողջ երրորդ հարկում ոչ ոք չկա, վիրահատական բլոկից բոլորը փախել են, կապը ընդհատվել էր եւ մենք չգիտեինք, թե դրսում ինչ է կատարվել։ Միայն, եթե չեմ սխալվում, 5:40 րոպե, այսինքն մի քանի ժամ անց, առաջի վարորդը ժամանեց Լենինականից եւ հայտնեց, որ Լենինական չկա։ Մենք կարծեցինք, որ պրովոկատոր է, այդ հասկանում եք ինչ տարի էր, 88 թիվը, ժողովուրդը լարված, անընդհատ ինչ-որ սադրանքներից փորձելով զերծ մնալ, մենք չհավատացինք, մարդը ասավ երդվում է, որ իր մոտ միայն մատն էր վնասված։ Իրոք քաղաքը ավերված է, չկա։ Եվ իրոք կես ժամ հետո արդեն բեռնատարներով հսկայածավալ հիվանդների հոսք սկսվեց։ Այն ժամանակ Միքայելյանի անվան ինստիտուտում, որը կոչվում էր Համամիութենական վիրաբուժության գիտական կենտրոն, Երևանի մասնաճյուղ, առկային գործում էին միայն 3 բաժանմունքներ։ Դա մեկը իմ բաժանմունքը, պլաստիկ եւ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության, միկրովիրաբուժության բաժանմունքը, ընդհանուր վիրաբուժությունը եւ սրտային վիրաբուժությունը։ Այլ բաժանմունքներ չկային։ Այսինքն մահճակալային հագեցումը բավարար չէր, որ այս բաժանմունքում միանգամից մի քանի ժամ լցվեցին հիվանդները եւ իհարկե մենք հալումաշ էինք լինում, չհասցնելով բոլորին օգնել։ Այսպես սկսվեց մեր կյանքի եւս մի դժբախտ էջերից մեկը։ Արդեն գիշեր-ցերեկ խառնվել էր իրար եւ այն իրավիճակը չէր, որ հնարավոր էր խոսք գնար որևէ որակյալ օգնության մասին, հարցը գնում էր լինել, թե չլինել, փրկել այս կյանքը, թե չէ, եւ 2 թե 3 օր հետո կարծեմ արդեն Ղազախստանից եկան մեր հարգարժան Աշակը, Միրզոյան, Սեյրանը, Սարոյան, որոնք Էլիզարովի խմբից էին, նրանց կարիքը իրոք շատ կար։ Փակ կոտրվածքներ անթիվան համար կային, Կազբեկը ժամանեց Օսեթիայից, որը նույնպես այդ խմբից էր, Էլիզարովի աշակերտներից էր, անգլիական թիմը հրաշալի գործում էր, մենք ոչ այնքան վիրահատությունների կարիք ունեինք, որքան կրաշ համախտանիշի դեմ պայքարելու ապարատներ, գործիքներ ունենալը, այսինքն արհեստական երիկամ էր անհրաժեշտ հեմոդիալիզի համար։ Այն ժամանակ հանրապետություն մի քանի հատ կար, 3-4 հատ Միքայելյանի անվան ինստիտուտում էր, մնացածը հանրապետականում, դա բավարար չէր, եթե չեմ սխալվում, մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհը օգնեց մեզ եւ
40-ից ավել հեմոդիալիզի ապարատներ ստացանք, անգլիացի նորից եմ կրկնում, հսկա ծավալ օգնություն էին ցույց տալիս։ Շատ բարդ իրավիճակ էր, 3 օր հետո Լենինականում ձյուն եկավ եւ ավելի վատացավ նրանց վիճակը, երեխաները շատերը չգիտեին, զրկվել էին ծնողներից, աշխատակիցները արդեն իրար հետ կռվում էին, թե ով պետք է որդեգրի։ Խնդիրը հիմնականում, կրկնում եմ, լուծվում էր այսպես լինել, թե չլինել։ Մենք ժամանակ չունեինք, որ այդ հոծ բազմության մեջ մտածենք պլաստիկայի կամ որևէ ֆունկցիոնալ բացը լրացնելու մասին, կամ անդամահատում, կամ պահպանում, այսպես էր գնում խեղանթավված վիճակում, մինչև որ հնարավոր կլիներ երիկամային անբավարարությունը վերացնել։ Բանն անը, որ երկարատև հողի տակ մնալուց հետո, երբ որ խախտվում է արյան շրջանառությունը, 4-5 ժամ անցնելուց հետո մահացու վտանգ է սպառնում մարդուն։ Առաջանում է անայրոբ քայքայման արգասիքներ, որոնք ներծծում են արյան հոսք եւ կործանում են մարդուն, առաջացնելով լյարդային եւ երիկամային անբավարարություն, ամբողջ դժվարությունը այս էր։ Բազմաթիվ հիվանդներ, որոնք ունեին կոտրվածքներ, թե գանգի, թե կրծքավանդակի, թե կոնքի, թե ազդրերի, թե վերջույթների, օգնում էին, ինչպես նշեցի, ժամանած տրավմատոլոգները, թե Ղազախստանից, թե արտասահմանից։ Շատ բառեր կարելի էր գտնել, ասելու միջին բուժ պերսոնալի, անձնակազմի, քույրերի եւ սանիտարների, ինչպես նաեւ մեր ուսանողների մասին, որոնք անձնվեր մեզ հավասար օգնում էին, ինչպես նաեւ կամավորներ, շատ մարդիկ, ինչևից է մենք կարողացանք այն ժամանակ, ինչ հնարավոր էր մենք օգնենք այս պացիենտներին, որից հետո արդեն տարիների ընթացքում մենք փորձում էինք երկրորդ որակյալ օգնությունը ցույց տալ, սկսած 1 ամսից մինչև մի քանի տարի շարունակ, եւ այդ վերքերը մինչև հիմա առկա են։ Դժվար իրավիճակ էր, ես այն ժամանակ չէի գիտակցում, թե ինչքան շատ հոգեբանների կարիք ունեինք, բայց իրոք վիրաբույժներից ոչ պակաս եւ ռեանիմատոլոգներից ոչ պակաս մենք ունեինք հոգեբանների ու հոգեբույժների կարիք նույնպես, ավելի շատ հոգեբանների։ Այս իրավիճակում մենք հայտնվեցինք եւ առ այսօր կարծում եմ, որ երկրաշարժի հետևանքները լիովին չեն վերացել։ Հետագայում առաջիկա մի քանի ամիսները, բացի երկրաշարժից տուժածներից, ոչ մի այլ հիվանդ չէր ընդունվում Միքայելյանի անվան ինստիտուտ, քանզի մահճակալները ամբողջովին զբաղված էին։ Ժամանակը չէր ներում արտասահման ուղարկելու ուղղակի։ Ժամերի ընթացքում պետք է որոշում կայացնենք, պատկերացրեք երեխան կամ անձը 1, 2, 3, մինչև 20-րդ օրը կարծեմ գտնում էին կենդանի մնացածներ հողի տակ եւ հենց որ հողը նրանց վրայից հանում էին, անմիջապես գնում էր ինքնաթունավորում, մինչև անգամ մեր մոտ հասցնել, նրանք արդեն չէին մեզ։ Եվ այդ իրավիճակի մեջ մասնագիտությունը իհարկե անդամահատել չէ, հիմնականում տրավմատոլոգներ եւ ընդհանուր վիրաբույժներն էին անդամահատում նրանց, ում որ հնարավոր էր փրկել, իհարկե մենք ամեն ինչ էինք անում, բայց այդ խոր որպես չսպիացող վերք մնաց Հայաստանի մարմնին եւ առ այսօր ես տեսնում որ Գյումրին դեռ ոտքի չի կանգնում։ Տաստված որ առաջիկա տարիներին ավելի հզորանա, բայց այսպես է երկրաշարժը։ Մենք հիմա ավելի հագեցված ենք սարքավորումներով եւ նմանատիպ արհեստական երիկամներ մարզերում նույնպես առկա են,
եւ շատ ավելի լավը, քան կար, Աստված մի արած նման երկրաշարժներից կրկնվի, բացի դրանից մենք ունենք շրջանավարտներ, որոնք ռազմաբժշկական ֆակուլտետն են ավարտել եւ նման պահերին շատ ավելի արդյունավետ է, երբ որ բանակը նույնպես մոբիլիզացնում է, ունենք փրկարարական հզոր ծառայություն, արտակարգ իրավիճակների նախարարությունը, իդեմս պարոն Երիցյանին, որ իմ լավ ու ազնիվ ընկերն է, ունենք բավականին փորձ, թե անցյալ երկրաշարժի, թե այս պատերազմի, անցած պատերազմի, թե ապրիլյան պատերազմի։ Ունենք իհարկե բացել ֆինանսական լիքը դժվարություններ, թե ինչ վերաբերում է մասնագիտական առումով, մենք ունենք առավելություններ արդեն, մի քանի հոգի չեն, այլ մենք նույնիսկ ունենք մասնագետների գերարտադրություն, դա Աստված որ չկրկնվի, ոչ պատերազմը, ոչ երկրաշարժը, բայց իհարկե դիմակայելը շատ դժվար է։